Շարունակողին բանջարյան ձեզ նախաձեռնության համար այս քննարկմանը եւ մեր բոլոր մասնակիցներին ինչի համար եմ սենց ուզում ամենապես շնորհակալ լինել քննարկման համար, որ այսօր ցավոք Հայաստանում ազգային անհրաժեշտություն ազգային հիշողություն ենթադրող խնդիրների վերաբերյալ քննարկումները գնալով շատ ավելի ու ավելի պակասում են, ավելի հետին պլան են անցնում, ինչը իհարկե չի, այսպես ասած, ոչ մի կերպ չի արդարացնում այսօրվա աշխարհում ստեղծված իրավիճակը, հատկապես որ հակառակը պետք է ասել, այսօրվա աշխարհում ստեղծված իրավիճակը շատ ավելի մեծ ցեղասպանական ռիսկեր է ստեղծում տարբեր տիպի տարածաշրջաններում եւ կարծեմ պարոն Պողոսյանը խոսեց դրա մասին, այսօր թե չի աշխատում միջազգային իրավունքը, ինչ-որ մի պահ, ինչ-որ մի որոշ ժամանակ հետո դա աշխատելու եւ հետո հերթով մատնացույցյանները բոլոր են տարածաշրջանները, որտեղ որ իրենց ցեղասպանական ռիսկեր, այդ թվում նաեւ Արցախի հետ եւ Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները։ Տեսեք, մինչ այսօր հայոց ցեղասպանությունը ճանաչել է մոտ 30 երկիր, ավելի ճիշտ է 28 երկիր, որոնք 1965 թվականից առաջ, այսինքն ուղիղ 60 տարի գործընթացը կա, ավելի պաշտոնապես 91 թվականից գործընթացը կա, առ այսօր, իսկ ավելի կոնկրետ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգում որպես առաջնահերթություն եղել առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահների կառավարման տարիներին։ Հատկապես երրորդ նախագահի կառավարման տարիներին շատ մեծ շեշտադրում է դրվել ինչպես միջազգային կազմակերպությունների, այնպես էլ տարբեր երկրների, այդ թվում նաև համայնքային կառույցների, համայնքային միավորների կողմից ցեղասպանության ճանաչման գործընթացը, ինչու, որովհետև դա նաև հանդիսանում էր Հայաստանի Հանրապետության ազգային արտոնության համապատասխան օրակարգի մաս։ Մենք միայն բարոյական խնդիր չէր լուծում Հայաստանի Հանրապետությունը։ Մեր իրավիճակը նաև երկրորդ նախագահի կառավարման ժամանակահատվածում էր։ Իսկ հայոց ցեղասպանության ճանաչման 100-ամյակը ավելի, այսպես ասած, հիմնավորեց հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության որպես միջազգային իրավունքի սուբյեկտի եւ որպես ցեղասպանության կրած ժողովրդի մասնակցությունը ցեղասպանությունների կանխարգելման եւ ցեղասպանությունը որպես հանցագործություն դատապարտման եւ ընդդեմ ցեղասպանական հանցագործության միջազգային բոլոր ինստիտուցիոնալ մեխանիզմները կիրառելու պայքարի առաջամարտի կդառնան։ Ինչպես նշվեց, 100-ամյակի ժամանակ համահայկական հռչակագրի ընդունումը շատ ու շատ, այսպես ասած, կետերով հիմնավորում է հայ ժողովրդի դերակատարություն այդ հարցում, միասնականության, մեր պայքարի ճշմարտացիության, միջազգային իրավունքի վրա հենված եւ տարբեր սկզբունքների, միջազգային սկզբունքների վրա հենված լինելով դրա միավորման տարբեր ազգերի եւ պետությունների համար այն օրակարգացնելու հարցը։ Ընդհանուր առմամբ 20-րդ դարում, եթե ճիշտ եմ հիշում, տարբեր տվյալներով ցեղասպանության զոհ է գնացել շուրջ 12 միլիոն մարդ։ Հայոց ցեղասպանություն, գույների, ասորիների ցեղասպանություն, ապրագայում հելյաների ցեղասպանություն, հետագայում Ռուանդայում, Սուդանում, Սիրիայում, Սրեբրենիցայում, Կամբոջայում տարբեր ցեղասպանություններ, այսինքն գնահատված որպես այդպիսի ցեղասպանություններ 20-րդ դարում բերել են իրավիճակին անհրաժեշտության, որ աշխարհում այդ ՄԱԿ-ի այսպես միջազգային ուշադրության ներքո է հայտնվել ընդդեմ ցեղասպանական հանցագործության վարվող պայքարի անհրաժեշտությունը։ Եվ 100-ամյակի շրջանակներում մեր խորհրդարանում միտք առաջացավ, այսպես խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանական հանցագործության այսպես շարժում սկսել, երբ որ այդ միտքը սկսեցին քննարկել պետական
ավելի բարձր կառույցներում, գործադիր իշխանության նախագահի աշխատակազմում և կառավարությունում եկանք ընդհանուր եզրակացության, որ Հայաստանի Հանրապետությունը լիարժեք ունի բոլոր իրավական, քաղաքական, պատմական հիմքերը հիմնադրելու և առաջամարտի կլինելու միջազգային գլոբալ ֆորումին, որը առայսօր գործում է։ Եվ 2015 թվականի ապրիլի 22-23-ին Հայաստանում հիմնադրվեց Սրբնաձորացմանական ամսագրության գլոբալ ֆորումը։ 2016 թվականին տեղի ունեցավ երկրորդ ֆորումը, որը որոշեց, որ այսօր ֆորումը դառնալու է միջազգայինորեն ճանաչված ձևաչափ և 2 տարի մեկ տարբերությամբ Հայաստանի նախաձեռնությամբ իրականացնելու է իր աշխատանքները։ 2016 թվականին ևս ընդունվեց հռչակագիր ֆորումի կողմից, հետագայում 2018 թվականին արդեն Հայաստանի իշխանափոխությունից հետո աստիճանաբար ցավոք նկատելի է, որ ֆորումի նպատակներն էլ մի փոքր արդեն շնորհում են և հատկապես 22 և 24 թվականների հրավիրված ֆորումները, որոնք չգիտես ինչի ապրիլի փոխարեն տեղափոխվեց դեկտեմբեր ամիս, ավելի քիչ է խոսում կամ ավելի շատ է լռում Հայոց ցեղասպանության մասին, ավելի շատ հումանիտար այլ նշանակության խնդիրների վրա ուշադրություն հրավիրելով։ Իհարկե իջեցնելով նաև այն բարձր նշաձողը, որը որ դրված է եղել սկզբանե Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին։ Ինչ վերաբերում է խորհրդարանական և պետական պաշտպանական դիվանագիտության կողմից իրականացված աշխատանքներին, պարոն Շահբազյանը մանրամասն նշեց մի շարք կարևոր իրադարձություններ պետության կողմից կամ պետության անունից, խորհրդարանի անունից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի ցանկացած նախաձեռնություն կամ դրա մասնակցություն ուներ մի քանի այսպես կարևոր շեշտադրում, ինչպես ասացի, դա Հայաստանի Հանրապետության ժողովրդի անվտանգության մասն էր, դա բարոյական խնդիր, դա սփյուռքի միավորման, սփյուռքի պատմական հիշողության և պատմական արդարության վերականգնման խնդիրներ, դա ընդհանուր առմամբ աշխարհում տեղի ունեցած ցեղասպանությունների և դրանց ժխտողականության դեմ պայքարի կարևորագույն էլեմենտ էր, դա միևնույն ժամանակ նաև Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ ընդհանուր շահեր և հետաքրքրություններ առաջացնող, ընդհանուր խնդիրներ բերող, միավորող հանգամանք էջ։ Եվ այս իմաստով Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը մարմնավորվում էր միջազգային օրակարգ մտած իրադարձությամբ։ Այսօր, ընդհանրապես 20 թվականից հետո, ցավոք Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգը ոչ միայն նվազել է, աղքատացել է այնքան, որ ոչ մի էական նշանակություն ունեցող խնդիր Հայաստանի Հանրապետության շահի տեսանկյունից կարելի ասել չէ։ Այո, կան էական նշանակության ունեցող խնդիրներ տարածաշրջանի մասշտաբով, բայց այդտեղ յուրաքանչյուր երկիր իր, այսպես ասած, ձուկն է բռնում, իսկ Հայաստանի Հանրապետությունը սպասարկում է այդ ձուկ բռնելու պրոցեսը մոռանալով սեփական առաջնահերթություններն ու ազգային շահերը։ Արցախի կորուստից հետո հատկապես ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի ձայնը իջեցնելով անվտանգային միջավայրի հետ կապված համապատասխան քաղաքականությունը անընդհատ փոփոխությունների ենթարկվելով, անհասկանալի փոփոխությունների ենթարկվելով։ Տեսեք, եթե որևէ մի հետաքրքրվող մարդ վերցնի և ուսումնասիրի այս պահին գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հայեցակարգը, որը ասի, ով ասում, որ ցեղասպանության ճանաչման մասին խոսք չկա, լավ է գրած է, կամ մնացած առաջնորդող փաստաթղթեր։ Բայց փաստացի քաղաքականությունը խոսում է նրա մասին, որ Հայաստանի Հանրապետությանը թելադրում են դրսից, Հայաստանի Հանրապետության իշխանությունները թելադրում են դրսից ի հեճուկս իր շահերի, ի ընդդեմ իր շահերի։ Նույնը կառավարության ծրագիրն ավելցրեք, նաև 21-26 թվականների գործունեության ծրագիրը գրած ահագին բաներ, որ այսօր կարելի է նույնիսկ չքննադատել համաձայնվել։ Բայց փաստացի իրականության մեջ, փաստացի վարվող քաղաքականության մեջ արվում է բոլորովին հակառակ, ընդդեմ Հայաստանի Հանրապետության շահերի։ Դրա համար ենք ասում,
որը Հայաստանի Հանրապետության շահն է, որ շուրջը տեղի ունենում բոլորովին իրավիճակներ, իրադարձություններ։ Եվ անդրադառնալով նորից օրվա խորհրդին դեկտեմբերի 9-ին, որին Հայաստանի Հանրապետությունը առանձին օրենքով ճանաչեց որպես բոլոր ցեղասպանությունների հիշատակի եւ կանխարգելման օր, նորից կարևորել է նրան ժամանքը, որ անկախ ամեն ինչից այս ցեղասպանության պատմական հիշողությունը եւ նրա քաղաքական նշանակությունը մեր համար միշտ եղել է եւ պետք է մնա որպես արտաքին քաղաքականության եւ ներքին համերաշխության ամրապնդելու անվտանգություն եւ անվտանգային միջավայրի ամրապնդման համար պայքարելու եւ նմանատիպ ճակատագիր ունեցող պետությունների հետ միասին միջազգային օրակարգերում այդ խնդիրն առաջ տանելու կարևորություն, անհրաժեշտություն, հետեւաբար եւ կոնվենցիայի խորհուրդը եւ օրվա խորհուրդը եւ ընդհանուր առմամբ նորից կամ ամենասկզբին ասվածին այսօրվա աշխարհում տեղի ունեցող ռիսկերը, պատերազմական ռիսկերը, որ դրված են աշխարհի առաջ, ոչ մեկ չի բացառել, որ ցեղասպանությունը ցավոք կարող է կրկնել։ Եվ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եւ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ցավոք տեղի ունեցել ցեղասպանություններ, տարբեր ժողովուրդների մեծ ցեղասպանություններ։ Հետագայում նաև թվարկածս տարածաշրջաններում եւ երկրներում էլի քաղաքական, էթնիկ, կրոնական տարբեր հողի վրա տեղի ունեցած զանգվածային սպանություններ են ցեղասպանական ակտերի տեսքով, որոնք որ էլի քաղաքականության հետևանք են, իսկ մենք որպես ժողովուրդ դա ապրելով այդ մարդկային ողբերգությունից դուրս գալով իրավունք չունենք ուղղակի մոռանալ եւ ասել թե ոչինչ չի եղել, եկեք ամեն ինչ դնենք մի կողմի վրա ապրենք, էլի ամեն ինչ դնենք մի կողմի վրա ապրենք, բացի մեր հիշողություններից։ Մարդը որ հիշողություն դնում է մի կողմի վրա եւ շարունակում ապրել, նորից ստիպված է լինում հաշվի նստել այն ողբերգությունը, ինչը որ մոռացել է։ Այդպես է դա մարդկության ճակատագիրը, մենակ մենք չենք։ Դրա համար այսօր հրեաները թեկուզ ամբողջ աշխարհը ճանաչել է հոլոկոստը, շոան եւ մինչեւ այսօր վճարում է տարբեր տիպի փոխհատուցումներ, միևնույն է, որևէ հրեայի չեք կարող ասել, եկեք մոռանանք հոլոկոստը, ելի շարունակենք բարեկամություն անել։ Իսկ իրենք բարեկամություն անում են, բայց չեն մոռանում։ Այն ինչ որ տեղ են անցել իրենց։ Մենք եւս այս ցեղասպանության ճանաչման, միջազգային ճանաչման գործընթացից հրաժարվելու իրավունք չունենք։ Այդ ընթացքում հարաբերություններ կառուցելով նաև Թուրքիայի հետ դրա փորձը մենք ունեցել ենք առնվազն 2 անգամ անկախ Հայաստանի պայմաններում։ Հետևաբար նորից պետք է շարունակել աշխարհի մյուս ժողովուրդների հետ, ամբողջ աշխարհի բոլոր շահագրգիռ կառույցների, պետությունների հետ միասին ընդդեմ ցեղասպանական հանցագործության դեմ պայքարի եւ դրա օրակարգերի առաջ տանելու համար։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն բազական։ Ավարտելով